Ինչ քննարկեցիք, պարոն Հայրիկյան։ Աշխատանքային հարցեր, նաև կապված են բանի հետ, որ հանրության մեջ բավական տարածված են մտայնությունը, թե մի քանի ճակատներ կան, արդեն այդ մտահոգությունները մի քանի ճակատների առկայության հետ ծրված է եւ ինչ պիտի անել ներկա իրավիճակում, որովհետեւ դուք գիտեք, որ բացի այս հանրային փրկության ճակատից նաև սահմանադրական բարեփոխումների դավադրության դեմ այլ մոտեցումներ կան։ Ես մասնավորապես ներկայացրի մեր իրավաբանների արդեն հստակ հիմնավորումը, որ այս ողջ գործընթացը ոչ միայն հակաօրինական է, այլ նաև հակասահմանադրական եւ արդեն ուղղակիորեն ապացուցված սահմանադրության 23-րդ հոդվածն ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պետական մարմինները պարտավոր են արձագանքել քաղաքացիների բոլոր առաջարկներին, դա սահմանադրության պահանջ է։ Իսկ ազգային ինքնորոշում միավորումը դա քաղաքացիների հավաքականություն է եւ ներկայացրել է առաջարկ սահմանադրության հետ կապված ու սահմանադրական բարեփոխումների պետական հանձնաժողովը նախագահի ստեղծած պետական մարմինը փաստորեն խուսափել է հարցի քննարկումից։ Ոչ թե մերժել է քննարկելու մերժել, այլ խուսափել է։ Դրանով արդեն ողջ գործընթացը դառնում է ապօրինի։ Կրկին դրա մասին խոսվեց, բոլորը այդ մասով համաձայն էին, բայց դա պետք է որպես զուգահեռ քայլ օգտագործվի բացասական գործընթացների դեմ։ Իսկ որ ասում եք մի քանի ճակատ է բաժանվել, թե այնուամենայնիվ փորձ արվում միավորել կամ միավորված է։ Ես ուղղակի նշում եմ, որ ոչ թե մի քանի ճակատ է ձևավորվել, այլ մարդկանց մոտ այնպեսի տպավորություն կա, որ եւ դա խրախուսվում է, որ տեսեք չեն էլ կարողանում միավորվել։ Այսինքն ճիշտ չէ տեսակետը։ Չէ, ըստ էության տեսեք ինչ կատարվեց։ Նախորդ օրերի գործընթացները ցույց տվեցին, որ այդ ճակատներում նույն ուժերն են համախմբված։ Պարզապես մեկի պահանջը ավելի արմատական է, մյուսինը մի փոքր նախնական, նախապատրաստական, թեև կարող է թվալ ավելի ընդգրկուն, բայց իրար մեջ հակասություն չկա։ Ինչպես ժողովրդավարական բոլոր գործընթացներում պարտադիր չէ, որ ամեն ինչ լինի միակարծիք, բայց կարևորագույն հարցերում տարաձայնություն չկա։ Այսինքն բոլորն էլ պայքարում են սահմանադրական փոփոխությունների դեմ։ Բոլոր կոչվածն էլ երկու ճակատներում էլ գրեթե նույն ուժերն են։ Մեկում մի երկու ուժ պակաս է կամ բայց օրինակ ժառանգությունը եւ այստեղ է եւ մյուս ճակատներում։ Մենք եւ այստեղ ենք եւ մյուս ճակատներում։ Նույնը վերաբերում է հիմնադիր խորհրդարանին, այսինքն եթե որևէ մեկը փորձի դրանք իրար հակադրել, այսուհետև պիտի հայտնվի ծիծաղելի իրավիճակում, որտեղ նայում ես կազմը, տեսնում ես, որ պարզապես կարող ենք այդ տարբեր ճակատներով տարբեր շեշտադրումներ կատարել։